Ինչպես գրանցել առցանց ամուսնություն։ Այցելեք eServices Mojo.am հարթակ, այնուհետ քաղաքացիական կացության գրանցումներ բաժնից ընտրեք ամուսնության պետական գրանցում ծառայությունը։ Մինչև առցանց դիմելը, խնդրում ենք հավելյալ տեղեկատվություն բաժնից ծանոթանալ ամուսնության առցանց գրանցման կարգին և պահանջներին։ Սեղմեք դիմել առցանց։ Համակարգը ձեզ կվերահասցրի «Ես եմ» ազգային նույնականացման հարթակ։ Այս ծառայության համար միտքը խիստ նույնականացումով է։ Ընտրեք խիստ նույնականացման ձեզ հարմար որևէ տարբերակ և ավարտեք նույնականացումը։ Նույնականացման ավարտին համակարգը ձեզ կվերադարձնի eServices հարթակ։ Մինչև դիմումը լրացնելը, խնդրում ենք ծանոթանալ ձեր անձնական տվյալների մշակման կարգին և պահանջներին։ Դիմումատու բաժնում, Էլ-Փոստ և հեռախոսահամար դաշտերում լրացրեք այնպիսի Էլ-Փոստ և հեռախոսահամար, որոնք մշտապես հասանելի են ձեզ։ Պետական մարմինը ձեզ հետ հաղորդակցվելու է նշված Էլ-Փոստով և հեռախոսահամարով։ Սեղմեք հաջորդ։ Ամուսիններ էջում ինքնաշխատ լրացված է դիմումատուի տվյալները։ Անձնագրի տեսակ դաշտում ընտրեք այն անձնագիրը, որով ցանկանում եք ներկայացնել դիմումը։ Կարող եք ընտրել ցանկացած անձը հաստատող փաստաթուղթ։ Մյուս ամուսնու տվյալները լրացվում են ձեռքով։ Բոլոր տվյալները լրացնելուց հետո սեղմեք հաջորդ էջ։ Ընտանեկան կարգավիճակ էջում իրականացվում է ամուսնական զույգի ընտանեկան կարգավիճակի ստուգում։ Ամուսնական կարգավիճակը կարող է լինել ամուսնացած, ամուսնալուծված, այրի կամ ամուրի։ Այս ստուգման նպատակն է համոզվել, որ ամուսնացող զույգերը չունեն ամուսնություն կնքելու որևէ արգելք։ Սեղմեք հաջորդ։ Ամուսնության ընթացքում զույգերը կարող են վերցնել մեկը մյուսի ազգանունը։ Եթե նման ցանկություն կա, ապա ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է ընտրել մյուսի ազգանունը։ Հաշվի առեք, որ ազգանունի փոխման դեպքում երկու ամուսինները պետք է կրեն միևնույն ազգանունը։ Ամուսնությունները գրանցվում են կամ դիմումի մուտքագրման հաջորդ օրը, կամ նախընտրելի այլ օր, որը չի կարող գերազանցել դիմումի ներկայացման պահին հաջորդող 6 ամիսը։ Ընտրեք նախընտրելի ամսաթիվ կամ դիմումի ներկայացման հաջորդ օրը և սեղմեք հաջորդ։ Տվյալների ստուգում բաժնում համոզվեք, որ լրացված բոլոր տվյալները ճիշտ են և սեղմեք հանձնել դիմումը։ Հավաստեք բոլոր ծանուցումները։ Սեղմեք հաջորդ։ Ամուսնության դիմումը պետք է ստորագրվի երկու ամուսինների կողմից։ Սեղմեք ստորագրել և համակարգը ձեզ կվերահասցրի այս անգամ արդեն էլեկտրոնային ստորագրությունների հարթակ։ Ստուգեք դիմումի տվյալները, համոզվեք, որ տվյալներն ամբողջությամբ ճիշտ են և սեղմեք ստորագրել։ Ընտրելով ձեզ համար հարմար նույնականացման որևէ եղանակ, ստորագրման ավարտին դուք կստանաք փաստաթուղթը հաջողությամբ ստորագրվեց հաղորդագրությունը։ Փակեք նշած պատուհանը և վերադառնալով դիմումի ստորագրման էջ սեղմեք թարմացնել կոճակը։ Մյուս ամուսինը կարող է ստորագրման մասին ծանուցվել Էլ-Փոստով։ Սեղմեք ծանուցել բոլորին։ Կարող եք ընտրել ցանկացած Էլ-Փոստ։
Վայրկյաններ անց մյուս ստորագրող կողմը կստանա էլեկտրոնային փոստ, որտեղ կլինի հղում ստորագրության կայքին։ Սեղմելով հղումը, մյուս ամուսինը ևս կկարողանա ստորագրել դիմումը։ Մյուս ամուսնու կողմից ստորագրելուց հետո դիմումը պատրաստ է հանձնման։ Սեղմել հանձնել և ձեր դիմումը հանձնված է։ Վայրկյաններ անց ձեզ կառաքվի էլեկտրոնային փոստ դիմումի ընդունման ծանուցմամբ և ձեր ամուսնության գրանցման ամսաթվով։ Հաշվի առեք, որ ամուսնության վկայականը կառաքվի էլ-փոստին ձեր նշված ամսաթվին։ Շնորհակալություն։